Ես բազմիցս ասել եմ, առաջին հերթին օրենսդրական վերանայումների անհրաժեշտություն կա։ Երկրորդը գործիքակազմի վերանայումներ եւ փոփոխություններ, այդ թվում նաեւ լիազոր մարմինների եւ իրավասությունների հստակեցում, եւ չորրորդը կոնկրետ այն մարմինները, որոնք որ իրենց ոլորտներում նաեւ ունեն այնպիսի ծառայություններ մատուցող սուբյեկտներ, որոնք մասնավոր սեկտորում կարող են գերիշխող կամ մենաշնորհային դիրք ունենալ, պետք է սկսել նաև այդ սուբյեկտների շուկայում մրցակցային պայմանների ստեղծումից։ Պարոն նախարար, տեսեք, բոլորը տեղյակ են, որ այդ թվում իշխանության ներսում գտնվող մարդիկ հովանավորում են տնտեսական, նաև իրենք խոշոր սեփականատերեր են, երբ որ իշխանությունը խոսում է մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, հանրության մոտ մեղմ ասած այսպես քնծիծաղ է առաջացել։ Ինչ կարող եք ասել։ Այսինքն ինչ է անելու կառավարությունը իրապես մոնոպոլիաների դեմ պայքար, որպեսզի տնտեսությունը իրապես ազատականացվի։ Նորից պետք է կրկնեմ նույն արտահայտած մոտեցումները։ Դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին օրենսդրական այնպիսի կարգավորում, որի դեպքում լիազորված մարմինը ոչ թե հայեցողական լայն հնարավորություն ունենա, այլ պարտադրված լինի օրենքով գործելու, մրցակցային շուկա ձևավորելու առումով։ Գլխավոր հարցը կա եւ շարունակում է մնալ բաց շուկաներ ապահովելը։ Շուկայում եթե որոշակի անկանոն գործողությունների կամ ոչ օրինական գործողությունների կամ թեկուզ օրինական, բայց մրցակցային վիճակը եւ գնագոյացման համակարգը խեղաթյուրող երևույթներ են, դրանք ածանցվում են շուկաների բաց չլինելու հանգամանքից։ Այսինքն առաջի խնդիրը շուկաները բաց պահելն է։ Բացելն է, հիմա դրանք փակ են, պարոն նախարար։ Երբ մենք խոսում ենք մենաշնորհի առաջացման մասին, առաջին հերթին պետք է քաջ գիտակցենք, որ եթե շուկայի մուտքը լինի բաց, ապա դա նշանակում է, որ մրցակցային միջավայրը կարող է ձևավորվել շատ արագ։ Ինչ է նշանակում դրանք փակ են թե ոչ։ Հիմա ասենք օրինակ վերցրեք մի մենաշնորհային ոլորտ եւ ասեք օրինակ ինչպես է առաջացել այդ մենաշնորհը։ Շաքարի ներկրումը, շաքարավազի օրինակ։ Փակ է, այսինքն պետք է բացվի այդ ոլորտը։ Հիմա ոչ, շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն պետք է գոնե էկոնոմիկայի նախարարությունը այս բանը չունի ուսումնասիրությունից տրամադրության տակ։ Երբ ուսումնասիրենք Եթե ձեզ թվում է sense կողքից անընդհատ հարցադրումներով փորձում եք ինձնից անել, չի ստացվի։ Ես ձեզ շատ པարզ բան եմ ասում։ Կոնկրետ այս դեպքում, եթե շաքարի մասն է խոսքը գնում, երբ մենք ուսումնասիրենք շաքարի մուտքը եւ շուկան, այդ ժամանակ էլ կկարողանամ գնահատական տալ։ Հիմա օրինակ ձեզ հարցնում եմ, քանի սուպերմարկետ կամ հիպերմարկետ ունենք մենք Երևանում, ելեք կանգնեք, տենց չի լինում։ Հարց եք տվել։ Շատ լավ։ Դուք որպես լրագրողներ կարող եք ուսումնասիրել այդ շուկաներում բոլորը մի գնորդից են ձեռք բերում շաքարավազ։ Ձեզ որպես լրագրողներ հիմա ես խնդրում եմ օգնեք ինձ։ Ուսումնասիրեք, հարցումներ արեք։ Բոլորը մի գնորդից են ձեռք բերում, թե կարող են ներմուծել։ Եվ եթե կարող են ներմուծել, ապա ինչ խոչընդոտների առաջ կարող են իրենք կանգնել։ Դուք տեղյակ չեք, պարոն նախարար, այդ Ես տեղյակ չեմ, որովհետև այդ լիազորությունը էկոնոմիկայի նախարարության ուղիղ լիազորություններ չի եղել։ Կարգավորման քաղաքականության մշակման տեսակետից էկոնոմիկայի նախարարությունը, որ պետք է լիազորությունները նաև նոր սահմանադրական կարգավորումներին համաձայն ստանձնի եւ կարողանա կատարել։ Այս պահի դրությամբ շուկաների առանձին շուկաների ուսումնասիրության լիազորություն նախարարությունը որպես այդպեսին չունի։ Պարոն նախարար, ինչի համար եմ այսպես ասում, որովհետև մոնոպոլիաների դեմ պայքարի մասին Հայաստանի իշխանությունները երևի քառորդ դար Հայաստանի Հանրապետության գոյության, երրորդ հանրապետության ողջ ընթացքում խոսել են, բայց գործը տեղից կարծես թե չի շարժվում, նոր հայտարարություն է։ Ինչ եք այդպես ասում։ Օրինակ նույն հեռահաղորդակցության ոլորտում Երբ ժամանակին ինչ որ ախր տենց չի, երբ որ ասում եք խոսում են տեղից չի շարժվում, ասեք գուցե բավարար չի, գուցե անհրաժեշտ ծավալով չի։ Ուզում ենք հասկանալ, հիմա ինչն է փոխվելու, որպեսզի այս նոր սահմանադրությամբ տրված կարգավորումները դուք իշքան էլ չընդունեք դա, բայց սահմանադրությունը այլևս նոր կարգավորում է դրել եւ հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն է պահանջում։ Իսկ դա նշանակում է, որ լիազոր մարմինները պարտավոր են գործել այդ ուղղությամբ։ Ես որպես սահմանադրական փոփոխությունները պաշտպանած քաղաքական ուժի ներկայացուցիչ իմ հիմնական զենքը համարում եմ սա։ Իսկ արդյոք չպետք է հեռանան այդ պաշտոնյաները, պարոն Միլանյան, նախ նույն Հովիկ Աբրահամյանը ինքը ներգրաված բիզնեսը ո՞նց է պայքարում։ Եվ ինքը եւ ողջ շատ Դուք հիմա տալիս եք մի հարց նախարարի, որի իրավասությունների մեջ չի դա։ Պարոն Միլանյան, իսկ Այդ հարցը եւ ցանկացած պաշտոնյայի վերաբերյալ, եթե թաքցրել է եկամուտ կամ ենթադրվում է, որ թաքցում է եկամուտ,
որևէ նախարար, եթե դուք այդ նախարարի եկամուտների թաքցման մասին եք խոսում, կարող եք տալ, բայց այլ իր մարմնի լիազորության վերապահված հարցը դուք տալիս եք ինձ, որ ինչ պատասխանեք դրան։ Ասենք օրինակ, դուք ինչ կպատասխանեք։ Դուք ձեզ եմ հարցնում, հարգելի լրագրող, ձեզ եմ հարցնում։ Դուք կողքից չեք տեսնում, պարոն Մինասյան, տեսնում ենք Դուք տեսնում եք կողքից։ Կարող եք հրապարակել։ հրապարական ենք ամեն հրապարակ։ Ինչ եք հրապարակել։ Ինչ եք հրապարակել։ Լավ, ձեր Ես պաշտոնատար անձ եմ, ներկայացրեք։ Չէ, ինչ տարբերություն, ախր երբ որ դուք ասում եք, այդ փաստերը պետք է ներկայացնեք իրավասու մարմնին, էկոնոմիկայի նախարարին հարցնում եք, որ իր իրավասուներից դուրս հարցրեք, ինչ պիտի պատասխանի էկոնոմիկայի նախարարը ձեզ։ Մինասյան, հակամենաշնորային օրենք։ Հակամենաշնորային օրենս, ես ասեցի կոնկրետ, օրենսդրական հնարավոր է ընդունել հակամենաշնորային օրենք Հայաստանում։ Հակամենաշնորային օրենք, եթե դուք նկատում բառակապակցություն, ապա գուցե անվանում այդպեսին չի, բայց հակամենաշնորային գործիքակազմով օրենք պետք է ընդունվի, որովհետև սահմանադրական նոր կարգավորումով ասում է շատ պարզ, մենաշնորհը երկրում արգելվում է, ցանկացած մենաշնորհ պետք է սահմանվի բացառապես օրենքով, այդ թվում նաև իր կարգավորման ամբողջ սխեմա։ Այսինքն կընդունվի նման օրենք, որովհետև եղածը չէր աշխատում։ Դուք իմ ասածը կամ չեք լսում, կամ չեք ուզում։ Ես ասում եմ, սահմանադրական նոր կարգավորումները պահանջում են, որպեսզի վերանայվի օրենսդրությունը։ Առաջինը սա, երկրորդը այն գործիքակազմը, որը կիրառվել է մինչ այժմ, պետք է հարստացվի հակամենաշնորհային նոր գործիքներով, որպեսզի երրորդ լիազոր մարմինը ոչ թե իր լայն հայեցողության դաշտում մտածի ինչ կիրառի, այլ պարտադրված լինի այս կամ այն դեպքում գործադրել այդ կազմը։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս հանձնարարական, ես տեղյակ չեմ դեռ, որովհետև ազգային ժողովում է, կստանանք հանձնարարականը գրավոր եւ կհրավիրեմ նաեւ ասուլիս հանձնարարականի կատարման մաս։